Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1380-րդ օրն է։ Ռազմական առօրյան նորից ընթանում է խառնված քաղաքական նրբերանգների հետ։ Ռուսները նորից փորձում են չեղած հաղթանակները փոխարինել նկարվածներով, նորից դիվերսանտներ են ուղարկում բնակավայրերի մոտ նկարվելու, որ իբր գրավել են, բայց մի քանի րոպե անց ոչնչացվում են Պուտինի մարդիկ, այսինքն սովորական դարձած պատերազմական առօրյան է վերադարձել։ Ուկրաինական հարվածների միջոցով շարունակվում է Ռուսաստանի ռազմական ու տնտեսական հնարավորությունների սահմանափակումը։ Մեր Telegram ալիքի բաժանորդները հավանաբար արդեն տեսել են ոգևորիչ կադրերը։ Այսօր նոր հաճելի մանրամասներ ունենք, իսկ վաղվա անալիտիկա ալիքի եթերի համար առանձնացրել եմ ռուսական լոբինգին վերաբերող որոշ մտքեր Վլադիմիր Ֆեսենկոյի հարցազրույցից առաջ ձեզ հետ կիսվելու համար։ Դե գիտեք, Բելգիայի, Իտալիայի վերջին այս տվայտանքները, որը որ Ռուսաստանի օգտին կարելի է ընկալել, այս ամենը պետք է վերլուծել։ Պուտինի շունչը կտրվում է, բայց միևնույն է փորձում է պատկերներ ձևավորել։ Նախորդին Ուկրաինայի արտգործնախարարության ղեկավարը հայտնել է, որ նրա ամերիկյան գործընկերները հրավիրել են ուկրաինական պատվիրակությանը Ամերիկա։ Սիբիգայի խոսքով Մոսկվայում բանակցություններից հետո ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը կապ է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆի հետ։ Մեջբերեմ, քանի որ դա հեռախոսային կապ էր, անվտանգությունից ելնելով դժվար է պատկերացնել, որ այս հանդիպման մանրամասները քննարկվել են։ Դա շատ զգայուն գործընթաց է։ Միևնույն ժամանակ ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց գնահատմամբ Մոսկվայում կայացած խոսակցությունները կարևոր նշանակություն են ունեցել խաղաղ գործընթացի համար։ Թեման շարունակել է իր երեկոյան ելույթում նախագահ Զելենսկին, նշելով, որ ուկրաինական պատվիրակությունը պատրաստվում է Ամերիկայում կայանալիք հանդիպմանը Թրամփի ներկայացուցիչների հետ։ Սկզբում ամերիկացիները եկան մեզ մոտ, հիշում եք, գեներալ Դրեսկոլին, ապա արդեն հանդիպեցին Ուկրաինայի ներկայացուցիչները Ուիտքոֆի եւ Քուշների հետ Ժնևում եւ նրանց Մոսկվա այցից հետո ինչու չգնալ ու չլսել, թե ինչ են ասում մեր ամերիկացի բարեկամները։ Դե առայժմ հիմքեր չունենք նրանց այլ կերպ կոչելու։ Կգնան մերոնք, կլսեն, իրենցն էլ կասեն։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի նավթագազային եկամուտները նոյեմբերին նվազել են 34%-ով, ինչը դարձել է տարվա ամենախորը անկումը ամերիկյան պատժամիջոցների հետևանքով։ Այս ընթացքում Թուրքիան կարծես մտնում է խաղի մեջ եւ կոշտ հարվածում է Պուտինի դիրքերին։ Էրդողանը փորձառու խաղացող է եւ Թուրքիայի նոր քայլերը ցույց են տալիս, որ Ուկրաինայի դերի վերագնահատում է տեղի ունեցել։ Թուրքիան այլևս չի հավակնում Սև ծովի տարածաշրջանի միանձնյա առաջնորդի դերին եւ պատրաստ է խաղալ տանդեմով Ուկրաինայի հետ։ Այս պատերազմը շատ բան է փոխում, ուկրաինական ժողովուրդը իր արյամբ ապացուցում է, որ հենց մենք ենք իրական ուժը, ոչ թե Մոսկվայի ինքնահռչակվածները։ Իսկ Թուրքիայի մասին սա դեռ ամենը չէ։ Թուրք հեղինակը Bloomberg-ում բավականին հետաքրքիր հոդված է գրել Հայաստանի հետ սահմանի բացելու վերաբերյալ, անպայման կանդրադառնանք։ Հիշեցնեմ, որ օրը 24 ժամ տեղեկատվություն կարող եք գտնել մեր Telegram-յան ալիքում, QR կոդը ձեր էկրաններին է։ Մինչ եթերի այլ թեմաներին անցնելը, խնդրում եմ ձեզ օգտագործեք YouTube-ի գործիքները մեր հաղորդմանը աջակցելու համար, լայքեք եւ եթե կարելի է տարածեք սոցիալական ցանցերում, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ բաժանորդագրվեք։ Երեք հայտնի դարձավ, որ Իտալիան հրաժարվում է մասնակցել Ուկրաինայի համար զենքի գնման ծրագրին, իսկ այսօր ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն արդեն հայտնել է, որ Ավստրալիան եւ Նոր Զելանդիան կմիանան Ուկրաինայի համար զենքի գնման նախաձեռնությանը, ինչքան էլ Պուտինը փորձի խանգարել, բարին միշտ ճանապարհ է գտնում միավորվելու, ինչը չի կարող չուրախացնել, իսկ Գերմանիան եւս 100 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտին ձմռան շրջանում։ Ուկրաինայի արտգործնախարարը նախորդին հայտնել է, որ Վաշինգտոնը հրավիրել է ուկրաինական պատվիրակությանը Ամերիկայում շարունակելու բանակցությունները։ Նախարարը հավելեց, որ դեկտեմբերի 3-ին շարունակվել են Ումերովի խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։ Սիբիգան հայտարարել է, որ կողմերը իրականում առաջընթաց ունեն խաղաղ գործընթացում Ժնևում եւ Մայամիում կայացած հանդիպումների ժամանակ, քանի որ այժմ գործընկերները առաջնորդվում են 20 կետից բաղկացած փաստաթղթով, որը մշակվել է Ժնևի բանակցությունների ընթացքում։ Մեջբերեմ նաև ուզում եմ հաստատել, որ ամերիկյան պատվիրակությունը լսել է ուկրաինական կողմին եւ փաստաթուղթը շարունակաբար զարգանում է։ Այո, կան առավել զգայուն հարցեր, որոնք վերցված են փակագծերի մեջ եւ թողնված են առաջնորդների քննարկմանը, մանրամասնել է արտգործնախարարը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Կրեմլում կայացել էին Ռուսաստանի դիկտատոր Պուտինի բանակցությունները Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆի եւ նրա փեսայի հետ։
հետ։ Նախագահ Զելենսկին է անդրադարձել թեմային, պատրաստում ենք հանդիպումներ Միացյալ Նահանգներում, ամերիկյան թիմի վերադարձից հետո Մոսկվայից եւ Վաշինգտոնում համապատասխան խորհրդակցություններից հետո Ռուստեմ Ումերովը, Անդրեյ Գնատովը եւ բոլոր նրանք, ովքեր անհրաժեշտ են բանակցությունների համար, կշարունակեն խոսակցությունները նախագահ Թրամփի ներկայացուցիչների հետ, ասել է Զելենսկին։ Նախագահը նաեւ նշել է, որ Ուկրաինան առաջիկա օրերին սպասում են մի շարք հանդիպումների, կոնտակտների, բանակցությունների վերաբերյալ, կլինի դա անձնական հանդիպում, թե հեռախոսազրույցներ կամ մշտական կապ բոլոր գործընկերների միջև։ Այս պահին ամեն ինչ բավական արդյունավետ է ընթանում։ Ժնևում եւ Ֆլորիդայում կայացած հանդիպումների ընթացքում Ուկրաինային լսեցին եւ լսեցին ուշադրությամբ, եւ դա կարեւոր է։ Հույս ունենք, որ այդպես էլ շարունակվելու է։ Միայն Ուկրաինայի շահերի հաշվի առնելու դեպքում կարելի է արժանապատիվ խաղաղության հասնել։ Այժմ աշխարհը հստակ զգում է, որ կա հնարավորություն ավարտելու պատերազմը եւ բանակցություններում պետք է ավելացնել ակտիվությունը։ Կառուցողական դիվանագիտություն պլյուս ճնշում ագրեսորի վրա, երկու բաղադրիչն էլ աշխատում են հանուն խաղաղության, ասել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ, ինչպես գրում է բրիտանական Տելեգրաֆը, Թրամփը փակուղում է հայտնվել եւ կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից։ Վաշինգտոնը առաջընթաց չի գրանցել Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու բանակցություններում եւ հայտնվել է անհարմար իրավիճակում։ Բրիտանական աղբյուրները հայտնում են, որ Թրամփը ներկայումս գտնվում է երկու կրակի միջև։ Մի կողմից Ռուսաստանը, որտեղ չոր քաղաքական գիծ է ցուցադրվում, մյուս կողմից Ուկրաինան եւ եվրոպական պետությունները, որոնք սպասում են Ամերիկայի վճռական քայլերին ժողովրդավարական արժեքները պահպանելու համար։ Բրիտանական թերթը հիշեցնում է, որ ամերիկյան նախագահը խոստացել էր շատ արագ կարգավորել պատերազմը, սկզբում 1 օրում, հետո 100 օրվա ընթացքում, սակայն նրա երկրորդ ինauգուրացիայից անցել է արդեն ավելի քան 317 օր, իսկ մարտական գործողությունները նույնիսկ չեն թուլացել։ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիտկոֆի եւ Ջարեդ Քուշների վերջին այցը Մոսկվա արդյունք չի տվել։ Այժմ Սպիտակ տունը պետք է որոշի հետագա ռազմավարությունը։ Լրագրողները ենթադրում են, որ Թրամփը կարող է կրկին ճնշման տակտիկային անցնի, յուրօրինակ մտրակին, որը նախկինում կիրառել էր թե Կիևի եւ թե Մոսկվայի նկատմամբ, սակայն նրա հետագա քայլերը կանխատեսելը դժվար է։ Բրիտանացիները ֆիքսում են, կա մի տարբերակ՝ ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա, որպեսզի նա ավելի պատասխանատու վերաբերվի բանակցություններին։ Նախկինում նման արձագանքեր առաջացրել Թրամփի հայտարարությունը քննարկելու պատրաստակամությունը Ուկրաինային թամագավ քրթիռների վաճառքի եւ Ռոսնեֆտի ու Լուկոյլի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին։ Սակայն շուտով Ռուսաստանի դիկտատորի հետ խոսակցությունից հետո Թրամփը փոխել էր դիրքորոշումը եւ հայտնել Զելենսկուն, որ առայժմ պատրաստ չէ վաճառել հրթիռներ։ Դա կարող էր լինել զիջում Մոսկվային ավելի կոշտ պատասխան քայլերից խուսափելու համար։ Տելեգրաֆի տվյալներով առաջիկա օրերին Ուկրաինան եւ եվրոպական գործընկերները կփորձեն համոզել Վաշինգտոնին կրկին զբաղեցնել խիստ դիրք, որպեսզի Մոսկվան ստիպված լինի դիտարկել խաղաղության նոր նախագիծը։ Սակայն հոդվածում նշվում է, որ Թրամփը հայտնի է իր անհամբերությամբ։ Եվրոպայում հիշեցնում են, որ Ամերիկայի ցանկացած նահանջ արդեն բերել է ծանր հետևանքների ռազմաճակատում, ուստի դաշնակիցները հույս ունեն, որ Թրամփը չի լքի բանակցությունները։ Չի բացառվում, որ եվրոպացի ղեկավարները, ներառյալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, կրկին ստիպված լինեն ուժեղացնել դիվանագիտական ջանքերը եւ ցուցադրել պատրաստակամություն ներդրումներ կատարելու ամերիկյան ռազմական արդյունաբերությունում Ուկրաինայի համար զենք գնելով, որպեսզի բանակցային գործընթացը պահեն վերահսկողության տակ։ Հետաքրքիր լոգիկա է, չէ՞։ Եվս մի հետաքրքիր հոդված Bloomberg-ից Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ, բավականին մանրամասն հոդված էր, բովանդակալից, կարելի ասել, բայց հետաքրքիրն այն է, որ դրական պատրվարկի ներքո ներկայացվում է փորձ ներսից ազդելու Հայաստանի քաղաքական զարգացումների վրա։ Փաստացի մի կողմից խոսվում է հարցեր լուծելու մասին, մյուս կողմից ստեղծվում է իշխանության համար արտաքին դաշտում խնդիրներ, մյուս կողմից 5-րդ Շարասյանը փաստարկներ է տալիս ներքաղաքական իրավիճակը սրելու համար։ Երկակի տպավորություն թողեց հոդվածը, հավանաբար առաջիկայում այս թեման կքննարկեմ որևէ հայ փորձագետի հետ, տեսնենք ում կարող են գտնել վստահելիներից։ Սովորական առօրյա ասելով ի նկատի ունեի նաև Ռուսաստանի տնտեսական անհաջողությունները, ԱՄՆ վարչակազմի կողմից ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանգեցրել են Urals տեսակի նավթի զեղչերի կտրուկ աճի ու Ռուսաստանի բյուջեի մուտքերի անկման։
Ռուսաստանի գանձարանը այս տարվա սկզբից չի ստացել 2.3 տրիլիոն ռուբլի հումքային եկամուտ, իսկ բյուջեի դեֆիցիտը կարող է զգալիորեն գերազանցել հայտարարվածը։ Ինչպես գրում է Moscow Times-ը, հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության տվյալներին, նոյեմբերին ռուսական բյուջեն մուտք է գործել ընդամենը 530.9 միլիարդ ռուբլի, 1/3-ով պակաս, քան 1 տարի առաջ։ Բոլոր հիմնական հոդվածները նվազել են, օգտակար հանածոների արդյունահանման հարկերի մուծումը նվազել է 36%-ով, արտահանմանը գրեթե 40%-ով։ Տարեսկզբից Ռուսաստանը հավաքել է 8 տրիլիոն ռուբլի նավթագազային եկամուտ, 2.3 տրիլիոնով պակաս, քան 24 թվականին։ Անկման տեմպերը միայն արագանում են, եթե մայիսին հետընթացը կազմում էր 14%, ապա դեկտեմբերին հասել է 22%-ի։ Փորձագետները իրավիճակը կոչում են օրինաչափ, ԱՄՆ պատժամիջոցների, նավթի համաշխարհային գների նվազման եւ ռուբլու ամրապնդման համակցությունը բյուջեին զրկում է եկամտի վերջին կայուն աղբյուրներից։ Urals նավթատեսակը կրկին վաճառվում է հսկայական զեղչերով, Rosneft-ի եւ Lukoil-ի ընդգրկումը ամերիկյան պատժամիջոցների ցանկում ստիպել է Ռուսաստանին վաճառել նավթը ռեկորդային զեղչերով։ Նոյեմբերին Urals-ի միջին արժեքը նվազել է մինչև $44.87, գրեթե 2 տարվա նվազագույն ցուցանիշն է սա։ Զեղչը հասել է $20 1 բարելի հաշվով։ Տարեկան կտրվածքով այս ռուսական տեսակի նավթի միջին գինը նվազել է մոտ 30%-ով։ Միևնույն ժամանակ դեկտեմբերի սկզբին Urals-ի գինը իջել է արդեն մինչև $41։ Վերլուծաբանների խոսքով սա ստեղծել է բյուջեի համար անբարենպաստ գործոնների թունավոր խառնուրդ։ Տնտեսագետների հաշվարկները ցույց են տալիս, որ միայն զեղչերի հետևանքով նոյեմբեր-դեկտեմբերին բյուջեն չի ստանա մոտ 300 միլիարդ ռուբլի։ Իդեպ Պուտինը այս քայքայման ֆոնին դեռ փորձում է իրենից հողեր ետ բերող ներկայացնել, հնդկական մամուլին հարցազրույցում նոր տարածքների մասին էր խոսում։ Ինձ թվում է սա հարվածը Թրամփին, նոր հարված է, կարծես մատերի վրա ֆռացնում է շիկահեր պապիկին եւ նրա պսևդոխաղարար մոլուցքին։ Հիմա ամերիկյան մամուլը նորից պապիկի բմբուլները քամուն կտա, կարծես վատ սերիալ լինի, չէ՞։ Իդեպ Անկարան մտնում է նորից խաղի մեջ եւ մի շարք հայտարարություններ է արել, հիշեցնելով իր դերակատարության մասին եւ նշելով, որ օկուպացված տարածքները չի կարելի փոխանցել Ռուսաստանին։ Ինձ թվում է Ռուսաստանի համար սա շատ ցավոտ հարված է։ Նրանք հաստատ չէին սպասում Թուրքիայի հետ տնտեսական համագործակցության ֆոնին նման քաղաքական հարված։ Թուրքիան լուրջ մտահոգություն է հայտնում Ուկրաինայի, Ամերիկայի եւ Ռուսաստանի միջև հնարավոր խաղաղ համաձայնության վերաբերյալ, եթե այն խթանի Կրեմլի շահերը։ Արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը նշել է, որ ցանկացած համաձայնություն պետք է ապահովի երկարաժամկետ անվտանգությունը եւ հստակ արձանագրի կողմերի ցանկացած հարձակումից հրաժարումը։ Փաստացի նման քայլով Թուրքիան նորից դառնում է Ուկրաինայի կարևոր ռազմավարական դաշնակից, այս մասին գրում է Atlantic Council-ը։ Անկարան նախազգուշացնում է Մոսկվային տրամադրվող զիջումները, որոնք ամրապնդում են նրա վերահսկողությունը օկուպացված տարածքների վրա, կարող են խախտել Սևծովում ուժերի հավասարակշռությունը եւ թուլացնել Թուրքիայի ռազմավարական դիրքերը։ Սա մի կողմից ցույց է տալիս, որ Թուրքիան պատրաստ է իր շահերը պաշտպանել Սևծովի ռեգիոնում եւ պատրաստ է առաջին համարը կիսել Ուկրաինայի հետ, այլ ոչ Ռուսաստանի։ Հակառակ դեպքում այս պահին Թուրքիան կարող էր լռել, բայց ամերիկյան կողմին հասցրել է իր փաստարկները, որ ոչ մի կերպ չի պատկերացնում, որ այդ տարածքները անցնեն Ռուսաստանի տիրապետության տակ։ Շատերի համար անսպասելի հայտարարություն է, հատկապես վերջին ժամանակների Թուրքիայի դերի անկման ֆոնին։ Ինչևէ, սա կարող ենք ընդունել մեր կողմից կամ մեզ աջակցություն եւ եւս մեկ փաստարկ Թրամփի համար Պուտինի դեմ։ Ռուսաստանը ռազմաճակատում հաջողություններ չունենալով նորից անցել է խաղաղ բնակչության տերորին։ Դեկտեմբերի 3-ի երեկոյան եւ դեկտեմբերի 4-ի գիշերը Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների, կան զոհեր, այդ թվում 1 երեխա, ինչպես նաեւ վիրավորներ եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վնաս։ Հարվածները եղել են Խերսոնի, Դոնեցկի եւ Դնեպրոպետրովսկի մարզերում։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 170 մարտական բախում, ռուսական օկուպացիոն բանակը կորցրել է եւս 1140 օկուպանտ, ուկրաինական ուժերը նաեւ չեզոքացրել են օկուպացիոն ուժերին պատկանող 406 միավոր զենք եւ զինտեխնիկա, որոնց մեջ 3 տանկ, 3 զրահապատ մեքենա, 29 հրետանային միջոց, 1 ռեակտիվ հրետանային միջոց, 245 ռուսական դրոն, 125 տրանսպորտային միջոց։ Ամենաշատ մարտական բախումները
նորությունները արձանագրվել են Պոկրովսկում, դրանք 45-ն են, իսկ Ալեքսանդրովսկի ուղղությամբ եղել է 14 մարտական բախում, Կուրսկ-Սումի ուղղությամբ տեղի ունեցել ընդամենը 4 մարտ, նորից բավականին ակտիվ էր Կոնստանտինովկայի ուղղությունը, որտեղ 29 մարտական բախում է տեղի ունեցել, Լիմանի ուղղությամբ եղել է 10 բախում, լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ռուսական զորքերի կորուստները ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի կազմել է արդեն 1,177,370 օկուպանտ։ Երեկ երեկոյան եւ գիշերը բարի դրոնները այցելել են օկուպացված Ղրիմ, ռուսական Արիոլ, նաեւ Ստավրոպոլի երկրամաս Նևինամիսկ, չեն անտեսվել նաեւ Դոնեցկը եւ Մակեևկան, նույնպես թիրախներ կան խոցված այնտեղ։ Դեռ շատ մանրամասներ չկան այսօրվա խոցումների մասին, բացի Telegram-ի մեր կադրերից, բայց ուկրաինական գենշտաբի ռելիզը երեկվա խոցումների մասին է հայտնել։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները ռուսների հարձակողական ներուժը նվազեցնելու շրջանակում խոցել են Տամբովի մարզում գտնվող Դմիտրիևսկայա նավթաբազան։ Օբյեկտը օգտագործվում էր ռուսական բանակի կարիքները ապահովելու համար։ Ի դեպ ռուսական կողմը փորձում է ներկայացնել երեկվա Բրյանսկի մարզի խոցումը որպես տեխնոգեն աղետ, երևի ամաչում են ընդունել իրենց անգործունակությունը։ Բացի այդ խոցվել է տեխնիկական դիտարկման կետը Սևծովի ափին MSP4-ում, նախնական տվյալներով ոչնչացվել է օկուպանտների դրոնավարների հաշվարկը, ինչպես նաև խոցվել է ծովային ռադիոլոկատոր Սիվաշ կայանում։ Նաև հաստատվել է 3 Օրիոն տեսակի հետախուզավ հարվածային դրոնների ոչնչացումը Ղրիմի Սակի օդանավակայանի վրա նոյեմբերի 27-ի հարվածի ընթացքում։ Այսպիսի ռուսական դրոնների արժեքը գնահատվում է մոտ $5 միլիոն հատա, թռչող սարքը ունի 16.3 մետր թևատարածություն եւ կարող է օդում մնալ մինչեւ 24 ժամ։ Այսպես, եթե ոչ անմիջապես են տեղեկությունները լինում խոցումների մասին, ապա հետագայում մանրամասները գալիս է հասնում է մեզ։ Ի դեպ Ռուսաստանում մեծ սկանդալ է Պուտինի ստերի պատճառով, իբր Կուպյանսկի գրավման մասին, մեծ աղմուկ են հանել այն շրջանակները, ովքեր գիտեն, որ դա սուտ է եւ իմջալոց օրորի ավելի բարձրաձայնում են Ռուսաստանում եւ հերքում Կրեմլի ստերը։ Դե այդ երկրում դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու իրականության հետ առերեսվելու առումով։ Շատ չերկարացնեմ եթերը, լուրերը շատ են, ավելի շատ տեղեկատվություն կա մեր Telegram-յան ալիքում, գրեթե օրը 24 ժամ կարող եք օգտվել։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները։ Այսօրվա համար այսքանը, հուսամ կհանդիպենք արդեն վաղը այլ ավելի լավ նորություններով։ Մինչ նոր հանդիպում բարեկամներ։